Բարեձեզ։ Ամերիկյան ավիակիրը Աբրահամ Լինկոլնը շարժվում է Հովկյանոսից դեպի Պարսկական ծոց։ Ես Վարդան Վարդանյանն եմ, սա Վիթոքսի Մալիքն է։ Այսօր խոսանք ինչ է կատարվում հիմնականում Պարսկաստանի հետ, բայց նաև Վենեսուելա, Կանադա և Գրինլանդիա։ Այսօր հաղորդումը ես անվանել եմ շահի մի նախադասությամբ, որ ինքը արեց իր ջարի ժամանակ Վաշինգտոնում, որ ինչ է կատարվում Պարսկաստանում, դա այլևս հափշտամություն չի, դա բողոքի ցույցեր չեն, այլ դա օտար օկուպացիա է, ծպտված կամ հագնված կղեղարականի հագուստներով։ Անգլերենով եթե ասեմ, it's a foreign occupation wearing clerical robes. Կոչենք այդպես այսօր։ Ասեցի, որ ավիակիրը Աբրահամ Լինկոլնը շարժվում է դեպի Պարսկական ծոց, դա բացատրում է նրա միգուցե ամերիկյան ուրեմն դանդաղկոտությունը, որևէ ռազմական ինչ-որ քայլեր անելու Պարսկաստանի դեմ, օգնելու ցուցարարներին և ապստամբներին, ասենք հեղափոխականներին, ասենք կարելի ասել։ Ուրիշ խոսքով, եթե բավական ուժ չունես այնտեղ, ոչ միայն օպերացիան հաջող կատարելու, այլև դրանի հետևանքով ստացած պատասխան հարվածներին դիմադրելու համար, ուրեմն պետք չի սկսել մի բան։ Տրամպը չի ուզում ձախողումներ ունենալ, շատ զգուշ է այս հարցում։ Ի գիտություն ասեմ, որ Ամերիկան ունի 11 հատ ավիակիր, ամեն մեկ ավիակիր իր խումբ ունի, առնվազն մի attack submarine են ասում, hunter killer submarine, Սուզանավ, և տարբեր տեսակի կլասի, ուրեմն ռազմանավեր, շրջապատող և սպասարկող։ 11-ից ցավոք սրտի այս րոպեին 7-ը կանգնած են, տարբեր տեսակի տեխնիկական սպասարկումներ են անցնում կամ վերանորոգումների մեջ են։ Ուրիշ խոսքով, ամբողջ աշխարհի համար մնացել է 4 հատ, էլի ավելի շատ է այդ 4-ը, քան թե որևէ մեկը ունի, բայց Ամերիկայի խնդիրներն էլ ավելի շատ են, քան թե ասենք Ֆրանսիան ունի մի հատ, ես ինչ իմանամ այնտեղ։ Իրական ավիակիրի մասին եմ խոսում, ոչ թե Բրիտանիան ունի, բայց դա իսկական ավիակիր չի, այնտեղ բաներ են, ինչ են ասում, օդանավը ուղղաթիռի պես բարձրացող օդանավներ են կամ կարճ վազքով են անցնում, դրանք մի խոսքով տարբեր բաներ։ Չինաստանը ունի 2 հատ, արդեն սարքում է 3-ը, բայց դեռ չի հասել այնտեղ, կտեսնենք։ Համենայնդեպս Խոմեյնին, ուրեմն լիդեր Պարսկաստանի, իր հրաման էր տվել, բաց իր ջարի ժամանակ ասեց, որ ուրեմն այդ IRCG-ն, այդ GC-ն ներողություն, այդ իրենց հեղափոխության, պահապանների այդ կորպուսը և ոստիկանությունը, որ պարզ կրակեն մարդկանց վրա, և ինչ-որ դրանք անում են։ Փողոցներում շատ անգամ տեսնում ենք հենց այդ ոստիկանությանը և այդ պարամիլիտարի այդ դրոժինիկների նման բան են, զինված մարդկանց վրա կրակում են պարզապես, մարդիկ փախնում են, իրենք հետևից կրակում են և այլ, այսպիսի վիճակ է այնտեղ կատարվում, հազարներով մարդ է մահանում և այդ թվերը շատ մեծ թվեր են, 12,000-ը արդեն ամենայն հավանականությամբ շատ անցել է արդեն, մի քանի անգամ անցել է երևի, բայց չեն խոսում, ինչու, որտեղ ինտերնետը կտրել են, նույնիսկ գնում են տնից տուն և ուրեմն արբանյակային այդ կապի բոլոր անտենաները քաշում պոկում են, մարդկանց տներից սկսում են այդ բաները հանել, այդ Իլոն Մասկի այդ արբանյակային կապը բոլորը տանում են, Starlink-ները, որպեսզի մարդիկ չկարողան խոսալ։ Իդեպ ասեմ, Իլոն Մասկը ձրի էր սարքել իրենց համար, պարզապես հեշտացնելու համար գործը, բայց դա չի նշանակում, որ պետք է այսպես ասած գաղտնի կերպով սահմանից բերեիր այդ որպեսզի կարողանայիր այդ միացնել եւ այլն։ Հիմա տնից տուն են գնում, փոկում են, չեմ թողնում որ բանը լինի, եւ ասում են, որ արդեն խաղաղվել է։ Խաղաղվել է, չգիտենք ում ասածով դա ճիշտ խաղաղվել է թե չէ, թե ուղղակի արդեն էլ ուժ չկա, տներից դուրս չեն գալիս, որ չմահանան, պարզապես որտեղ իրենց վրա կրակում են, դա արդեն տարբեր խնդիր։
ինֆորմացիայի պակաս կա, հա, այսպես ասած, մարդկանց պարպանցներով են ասում արդեն այդպես շատ վատ աբիգուցեր, BBC նույնիսկ մի հատ լրագրող ուներ Հայաստանում կանգնած սահմանին, Պարսկաստանից եկածներին ինտերվյու էր անում, հա, այսպեսի ձևերի են հասել գործը։ Հիմա ինչ այդ կոնգրեսում լսումներ եղան, մի մակում լսումներ եղան դրա մասին, այդ հայտնի բավական պարսիկ ուրեմն փախած Իրանից մարդիկ, որոնք կազմակերպչական աշխատանք են տանում օգնելու համար իրենց հայրենակիցներին, նրանք նույնիսկ ցուցմունքներ տվեցին, կայություններ տվեցին եւ այլն, մակում բավական հետաքրքիր, բայց ոչ մի բան չի լինում, որտեղ ապահովության ուրեմն հանձնախումբ ժողովում, Security Council-ում Ռուսաստան կա, Չինաստան կա, որ վետո են անում, որպեսզի ոչ մի action չլինի։ Դրա համար չես կարող սպասել այդ գաղափարը։ Հիմա ինչքան կարող են դիմանալ, դա արդեն տարբեր հարց։ Ասեմ, որ նաև պրոպագանդային բան ա գնում, հակա, գիտեք ինչի դեմ, որ Ամերիկան չօգնի հանկարծ։ Հիմա նույնիսկ մարդիկ, որոնք թվում է պետք է այս բանը հասկանան, թե ինչ խաղ է կատարվում, ասենք զոհ են գնում այս պրոպագանդային։ Ինչն է թեման։ Թեման է, որ չէ, պետք չի օգնել, անհույս գործ է, իզուր տեղը պետք չի խառնել, որտեղ եթե խառնեք, օգնեք հանգարց, այնտեղ կարող է Իրանը փլուզվի մանր պետությունների, դա ավելի վտանգավոր կարող է լինի, քաոս կարող է ստեղծվի, մեզ համար դա բոլորովին լավ չի։ Դե ասողները ովքեր են, ուրեմն բացի որ ռուսական թեզերը լսում է, որտեղ իրանց հոպետ չի, որ ուժեղ նորից պրո-ամերիկյան թե Իրան դառնա այնտեղ իր սահմանի մոտ շահի նման ժամանակվա պես։ Իրենց պետք է որ միշտ այսպես մի հատ պետություն լինի սանկցիաների տակ, ոնց որ ասում են, իրենց նման իզգոյ երկու պետություն իրար կօգնեն, այդպես կապրեն, այսպես ասած, իրենց հետ չի հետաքրում այնտեղ Իրանը նորմալանա։ Բայց դա չի հետաքրում նաև Պարսից ծովի երկրների համար։ Արաբները բոլորովին էլ չեն ուզենա, որ Իրանը նորից ուժեղանա եւ իրանց մրցակից դառնա եւ իրենք չեն կարողանա երբեք Իրանի դեմ մրցել, իրենք ճիշտ է միշտ չեն սիրում Իրանին, ճիշտ է այնտեղ կրոնքի տարբերություններ կան, հա, ասենք շիա եւ սուննի, բայց իրենց ավելի լավ է այսպես լինի, քան թե Իրանը փոխվի։ Եվ փոխվելու հետ, եթե վերջերս չգիտեմ նկատել եք թե չէ, TikTok-ում, Facebook-ում եւ YouTube-ում իրանցիները դուրս են գալիս եւ հայտարարում են, որ իսլամը իրենց կրոնքը չի։ Դա իրենց վրա պարտադրված կրոնք է արաբական իմպերիալիստների կողմից։ Արաբները գրավեցին այս ամբողջ երկրները, ոչ արաբական երկրները, Եգիպտոսը քրիստոնյա երկիր էր նախքան արաբների գրավումը, ես ինչ իմանամ այնտեղ Սյուրիայում արաբներն էին ապրում կամ Բաբելոնում, չգիտեմ ինչ էին ապրում, իսկ իրանք եկան վերցեցին միջև բերբերները, միջև Իսպանիա հասան, բանում Մարոկո, Ալժիր, որ արաբական երկրներ չէին, գնացին հասան Իսպանիա եւ տարածեցին իրենց մուսուլմանական կրոնքը, Եվրոպայում մտան Ալբանիա, մինչև հասել էին արդեն Վիեննայի դարպասները եւ չեմ ասում Թուրքիա եւ այլն, եւ այս միակայսությունն է, որ մինչև այսօր կանգնած է, մի պետության տակ չի, ճիշտ է, բայց իր cultural dominance-ը, իր իդեոլոգիան ինքը պահպանում է, խալիֆատի գաղափարը պահպանում է, բոլոր բաները հավատում են դրանք, մուսուլմանները, եւ փաստորեն առանց հասկանալու նույնիսկ իրանք ծառայում են այդ արաբական կայսրական գաղափարին։ Հիմա այս իրենք պարսիկներն են ասում սա։ Սա մեր չի, սա մեր վրա պարտադրված բան է։ Սա մեզ համար օտար կրոնք, մենք չենք ուզում, իհարկե բոլորը չեն ասում պարզապես, բայց ինչ որ մի հատ մասը արդեն սկսել է, որ բաց ասում է, իսկ գիտեք, որ մուսուլմանի համար այսպիսի բան ասի ինքը, դա նույն բանն է, որ ինքը իր մահապատիժը ստորագրի։ Շատ վտանգավոր բան են անում, իրանց օրենքով, որ հրաժարվում է իսլամից, պետք է սպանվի։ Ուրեմն, եթե այսպիսի տեղը հասել արդեն, պատկերացրեք մարդկանց ինչքան են զզվել արդեն այս բոլորից։
թե հիմա ինչքանով դա վատ կարող է լինի մեզ համար, եթե հանգարց այդպես լինի, բայց ասեմ, որ երբ որ նայում եք որ քաղաքներն են ոտքի կանգնել, բացի մի երկուսը, որ կան արևելքում Իրանի, հիմնականում դա արևմտյան մասն է եւ հյուսիսից հարավ իջնող, այսպես Միջանցք ոնց որ լինի, որտեղ կան եւ քուրդերն էլ էին գոռում, որ իրանք շահին են ուզում, որ հետ կա, եւ արաբներ հարավում, եւ տարբեր ուրիշ ազգեր, եւ այս րոպեին ինչպես կենտրոնախույզ ոչ մի այսպիսի տենդենսներ դեռ չի նկատվում, հա, բայց չեմ ասում չի կարող լինել, հատկապես եթե շարունակվի այս բանը, այս մեթոդները, այս վիճակը, այսինքն սրանց ուզում են ասեն այս թեզով, որ ոչ թե իրենց իրանական պետական կամ ազգայնական ընդհանուր գաղափարն է պահում, այլ իրանք կուզենային անկախանային, վերկանային իրենց տունը գնային, այսպես ասենք, հա, այնտեղ ես նույնիսկ մի թուրք ադմիրալ կա շատ անալիտիկ բաներ է, ընդհանուր վիդեոներ է դնում, իր թեզն էր, որ Պարսկաստանը դա թուրքական պետություն է, այդպես էլ ասում էր, ինչու է թուրքական պետություն, որտեղ այնտեղ կա, չգիտեմ, 30-40 միլիոն թուրքալեզու եւ ընդհանրապես իրանք եղել են թուրքական դիապետության տակ, իրանք, հա, դե որ Պարսիկը դարձել է թուրքախոս, ուրեմն եղել են դիապետության տակ, հա, դրանք, բայց ինքը չի ասում, որ այդ մարդիկ պարզապես թուրքախոս պարսիկ են, այդ էլ կարող է չէ լինի, այդպես չի նայում ինքը այդ հարցին, եւ ներկայացնում է, որ սա 5 վայրկյանի հարց է, մենք հեսա կարող է բան անենք, այդ թուրքերը մեզ մեր կողմն են անցնելու, որ ես կասկածում եմ, որ տենց լինի, բայց ամենայնևս։ Այս թեզը կա, բայց դա սխալ թեզ է, դա չի քանդվելու, դրանից Հայաստանը չի, եթե նույնիսկ անջատվի էլ ինչ-որ երկու մասի կամ ինչ երեքի, դա Հայաստանի վրա ոչ մի բան չի ունենա, որովհետև Հայաստանը ունի ամեն ինչ-որ մի կարճ փուճուր սահման։ Այդ սահմանի վրա 5 հատ նոր պետություն չի առաջանալու բնականաբար, մի հատ է լինելու, ոնց որ հիմա է։ 43 կիլոմետրի վրա էլի, այսինքն մենք ավելի շատ չենք բանալելու։ Բայց բոլոր դեպքերում դա ընդհանրապես սխալ թեզ է եւ ասում եմ նորից դա արաբական պետությունների հատկապես Պարսից ծովի շրջակայքում եւ Սաուդի Արաբիան դրան վրա կարող է ավելացնել եւ նույն ռուսական շահերին է գալիս որ պահեն այս ռեժիմը հետեւաբար ինչ ասես կասեն թե ինչքան վտանգավոր է որ պետքա չօգնենք ամենալավը թող մնան այս մոլլաները մարդկանց սպանեն ամեն ինչ տեղը գնա եւ իրենք շարունակեն այս կյանքը վարել այսինքն մեզ համար դա ավելի հանգիստ կլինի ավելի գերադասելի է քան թե այնտեղ լինի ինչ որ ազատ զարգացած բարեկեցիկ Պարսկաստան ինչ ուրիշ ինչ է ուզում թող իրանք բանում Դուբայներում լավ տուրիստները կան ման ազատ իրանց լավ նայեն ոսկիներով լավ հյուրանոցներով չգիտեմ ինչերով բայց Պարսկաստանը չէ մնա ասենց չադորներով ման այլանդակ որտեղ ղեկավարությունը իրենց շարիա օրենքն է հատկացնում ամենտեղ եւ ամեն սաղ աշխարհում խառնում է Լիբանանից սկսած վերջացած ամենտեղով ես ինչ իմանամ իրանք տղամարդկանց մի ժամով ամուսնացնում են ինչ որ մի մեկի հետ որպեսզի գնան իրանք սեքս ունենան հետո որպեսզի օրինական լինի ինքը օրենքը չի խախտում ամուսնացած է բայց մի ժամով կամ 2 ժամով էր ամուսնացած թավերը հետո գնում է տուն արդեն ոնց ասում են ընթրիկ ուտելու արդեն բաժանված է օրենքով Այդպես բաներ կա, ես գլխի չեմ հորինում, բայց այս բաներ կա իրանց օրենքների մեջ, շարիայի։ Մայում այս վիճակը ոնց որ բոլորին ձեռ է տալիս, որ Պարսկաստանը սենց մնա, որ չեն ուզում դա որևէ բան փոխվի։ Խոսքով պետք է զգուշել, թե ինչ թեզեր են մարդկանց գլուխը լցնում։ Շահ, ես հիշեցնեմ, որ ես չեմ իրան թագաժառանգ ասում, որովհետև դա իրեմ շատերն են տենց ասում, ես պարսկական օրենքը չգիտեմ, բայց եվրոպական օրենքով դա ինքը արդեն շահ է, որտեղ հիշում եք տենց արտահայտություն կա, the king is dead, long live the king, այսինքն այն վարկյանին, որ թագավորը մահանում է, թագաժառանգը այդ վարկյանից թագավոր է արդեն, դրա համար այդ արտահայտությունը կա, եւ
իսկ արդեն ասել եմ բանը թագադրությունը երբ ուզում ես կարաս անես, դա չի փոխվում։ Ինչևիցե ես իրան այդպես եմ ասում, ուրեմն press conference տվեց, ահագին լավ հետաքրքիր ասեց, շատ բան ձևով, եւ այդ խոսքը, որ ասանք արդեն սա արտաքին ներխուժումը։ Հիմա ինչ էր ուզում ասել, երբ որ ասեց ինքը, որ սա արտաքին ներխուժումը Իրանի վրա, թաքնված կղերական իրենց հագուստերով, ոչ թե միայն այն հանգամանքը, որ այնպիսի վատ վիճակ է ռեժիմի համար, որ սկսել են Սիրիայից եւ Իրաքից կրվողներ բերեն, հա, այնտեղ մարդկանց փողոցներում սպանելու համար, որտեղ տեղացիները չեն ուզում շատերը, ըստ շահի ասելով, հազարներով մարդ, 10,000-ից ավելի մարդիկ դիմել են իրան ապահով ձևով ոնց ասում են գործակցելու համար, չեն ուզում կրակեն իրենց ժողովրդի վրա եւ այլն, եւ ինքը այդպես ինչ որ կազմակերպություն ունի սարքած այդտեղ, որտեղ կարող ես գախնի ձևով դիմես, ասես որ ես ուզում եմ defection, ասես փախնեմ բանից, սիստեմից, ռեժիմից, հա, իրենց ինչպես կարող եք ինձ օգնել, եւ ինքը ասել է որ այնը որ մեզ հետ կապնվի, հետագայում իր դեմ ոչ մի քրեական հետապնդում բան չի լինելու, բայց եթե դուք մարդկանց վրա կրակեք, մարդասպանություն անեք փողոցներում, բնականաբար կլինի պատշաճ հետաքննություն եւ այլն։ Հիմա այս բանի ժամանակ նաև ուրիշ բաներ ասաց, որ ես ասաց, որ ես անպայման կվերադառնամ Իրան եւ ոչ թե որպեսի դառնամ շահ, դրա մասին խոսք էլ չեղավ, այլ ասաց, որ գնամ որպեսի օգնեմ, կոորդինացնեմ, այսպես ասած, առաջնորդեմ խաղաղ transition, այսինքն անցումը նոր սիստեմի է, հարցեցին ժուրնալիստները ինչ իմաստն ես խոսում, ինչ իմաստն եմ խոսում, պետք է լինի դեմոկրատիկական ռեժիմ, դեմոկրատական կառավարություն, պետություն, եւ դա ինչ ձև կունենա արդյոք, որտեղ այնտեղ հարցեր առաջանում, դու ուզում ես մտածում ես դա սահմանադրական միապետություն ունի, constitutional monarchy, ինչպես ասենք Բրիտանիան կամ Դանիան եւ այլն, թե ուրիշ բան ես մտածում, թե պապայիդ նման պիտի լինես եւ այլն։ Չի ասած բոլորին էլ ես բաներ չեմ դնելու իրանք թող հանձնախոհ լինի պարլամենտական, իրանք թող որոշեն ինչ սիստեմ են ուզում, հետո դրա վրա ուրեմն ամբողջ երկրի համար քվեարկություն կանեն եւ ոնց որ քվեարկի, եթե մեծամասնություն չհավաքի այդ իրենց որոշած պլանը, ուրեմն նորը կանենք, նոր հանձնախումբ կստեղծենք, 0-ից սկսենք, նորից նորը կանենք։ Բոլոր դեպքերում պիտի ժողովուրդը կոնսենսուս լինի, կոնսենսուս ասելով, որ մեծամասնությունը համաձայնվի, թե ինչ տեսակի պետական կառույց են ունենալ։ Մի բանը հաստատեն է, որ դրա պայմաններից մեկը է, որ պետք է լինի պետության եւ կրոնքի միջեւ բաժանում պետք է լինի, չես կարող կրոնականներին, դա արդեն կրոնապետություն չի լինելու։ Այդքանը հաստատ ասեց։ Դրանից այն կողմ ինքը չասեց պետք է լինի монարխիա, պետք է լինի, ինչ պետք է լինի եւ այլն։ Խոսքով էսենց բաներ, իհարկե շատ բան ձևով խոսած, իր հիմնական պարզ էր ինքը փորձում էր ամերիկյան քաղաքական գործիչների, հատկապես Թրամփի մտածելակերպի վրա ինչ որ ձևով ազդի, որտեվ ասեմ, որ ամերիկյան քաղաքական, ասենք, շրջանակներում եւ հատկապես Սպիտակ տաներեն տպավորությունը կար, որ ինքը լիդեր չի, լիդեր մատերիալ չի, այսպես ասած, մեծ առաջնորդություն անելու, այնտեղ ինչ որ հեղափոխություն ղեկավար դառնալու, ինքը տենց բան չի, ռետորական տաղաններ էլ չունի, չգիտեմ ինչ էլ չունի եւ այլն, որը երևի այդքան էլ սխալ չի այդ տպավորությունը, իր ասենք թե վերջի ասենք 47 տարին, 48 տարին, որ ինքը Ամերիկայում ապրում, ոչ մի այդպիսի բան չի ցուցադրել, հա, որ ասենք թե եղել է, հիմա նոր սկսել է բացվել էս։ Եվ հեղափոխությունը որ եղավ, ինքը 17 տարեկան էր, հա։ Եվ չի անցել այդ քաղաքական, նույնիսկ էմիգրացիայի մեջ քաղաքական բանով, այդ շուկայով ասենք կամ այդ դպրոցով, հա, այդ ոչ մի այդ բաները չեն ունել։ Հիմա հանկարծ խոսում է։ Anyway, ինչ որ այա,
այդ տպավորությունը կար, բայց եւ իր ուրեմն հետեւաբար կներեք ամենամեծ խնդիրն էր փոխել այդ տպավորությունը եւ դա փոխելու համար ինքը տարբեր երկու ասենք հիմնական բանի վրա աղդրեց մեկը իհարկե Թրամփին պետք էր գովալ մի փոքր որ նա իր խոսքի մարտն է եթե ինքը ասել է ես գալիս եմ կօգնեմ իսկ Թրամփը ասել էր որ այնտեղ սկսեք փողոցներում մարդ սպանել ես կգամ կօգնեմ ինքը դրա վրա շեշտը դրեց ինքը իր խոսքի տերն է ասել է ուրեմն կանի եւ երկրորդը որ այս մարտիկ աննային է հետ գնացած այս մոլաների հետ սրանք միշտ խառնելու են միջին արևելքը ամեն աշխարհը միշտ խփելու են Իսրայելին եւ միշտ խնդիրներ են ստեղծելու իդեպ ասեմ որ Իսրայելը այսօր զարմանալիորեն միացել է ուրեմն պարսկական ծոցի երկրների հետ ասում էր բարին Թրամփին որ պետք չի ինձ որևէ բան սկսել զգուշացնում էր որ հանգարտ ռազմական բան չանես ինքն էր որ կպած ասում էր ջուկային բանի համար ռմբակոծենք այդ արեցին հետո որ բաթե գործը չենք վերջացրել էլի պետքա խփել Թրամփ ասաց մի հատ բոլա խոսած դրա մասին հիմա հանգարտ որոշեց որ չէ պետք չի ըստ երևույթին Նաթանյահուին լավ է որ ասած մի հատ բոբո լինի միշտ այնտեղ իր համար որ ինքը քանի էս Իրանի խնդիրը կա, ոչ ոք չի նայում, թե ինչ է կատարվում Գազայում, էս էլ կա, այս խնդիրն էլ կա, այսպես։ Ուրիշ ոնց պիտի բացատրես, թե ինչի հանգարց Նաթանյահուն որոշեց զգուշություն ցույց տա։ Մի օր դուրս է գալի ասում է դուք պետք է ինքներդ փոխեք հեղափոխություն անեք, մի օր չէ, մի քանի անգամ պարսիկ ժողովրդին, այսինքն Իրանի ժողովրդին ուրեմն ուղղված ճառեր էր ասում, բայց սեղանի տակից կողքից սպիտակ տան ասում է միգուցե չշտապենք հələ որ եւ այլն եւ այլն։ Հիմա դա կարող է լինի նույն բանով որ բավական ուժեր չենք կուտակել դեռևս որպեսզի հաջող օպերացիա անենք, դա կարող է, բայց չերել շատ խրախուսում որ շուտ արաբերարի հավաքվենք եւ մի բան անենք այդ երթին սա մի կողմ հիմա վերադառնանք մի րոպե Իրանին ես ինչ հետաքրիր բաներից մեկը որ ինքը նաեւ ասեց թակավորի մասին եմ խոսում այս իր վերջին բանի ժամանակ նա էր որ կշերքի վրա դրված աշխարհի հաջորդ ասենք ընթացքը եւ դա կատարվում է Իրանում այսինքն բնականաբար ֆոկուսը ուզած տեղափոխի Ուկրաինայից կամ չգիտեմ Չինաստանից կամ ինչ որ բոլորը այս րոպեին զբաղվեք Իրանի հարցերով բնականաբար դա պիտի աներ այդ իր հիմնական բանն է դա ոնց ասում են նպատակն էր ինչքանով հաջողվեց դա արդեն կտեսնենք բայց ասեմ որ եղան ուրեմն հանրապետական լիդերների կողմից կոչեր որ չէ ասես չի կարելի մարդկանց մենակ թողնել պետք է շարժվել եւ պետք է վերջապես այս հարցը լուծել այդ խփեք այդ մոլաներին վերջացրեք արդեն Հիմա այդ ասելը հեշտ է դժվար է կատարել որովհետեւ այնտեղ էլի եմ ասում օրինակի համար փողոցներում բանակը չես տեսնում դա կարող է շատ հետաքրքիր է ինչու չես տեսնում բայց այդպես է այդ բասիջներն են որը ոստիկանության տակ են աշխատում եւ իրանք ղեկավարվում են ընդհանուր այդ բանի կողմից այդ IRCG-ի կողմից հիմա մի հատ բան ասեմ սրանց մասին որ այդ 12 օրյա պատերազմը որտեղ իրանք ռմբակոծություն եղավ իրանց միջուկային զենքերի այդ գործարանների եւ այլն դրա վրա Դրանից հետո դուք այնտեղ հիշում եք ինչքան իսրայելական հետախուզությունը ինչքան ազատ էր աշխատում, մարդկանց էին սպանում, իրենց տանը, իրենց չգիտեմ ինչու, պարզ դարձավ, որ շատ վատ է վիճակը իրենց հետախուզական իմաստով։ Եվ ակին մարդիկ բռնեցին, կախեցին, ինչ վայրենություն եղավ այդտեղ, բայց որոշեցին, որ պետք է վերակառուցել ամբողջ հետախուզական համակարգը Իրանի։ Հիմա ասեմ, որ իրանց համակարգը մնացած շահի ժամանակներից շատ նման է ինչ-որ տեղ ամերիկյանին, 10-ից ավելի հետախուզական ինչ-որ փոքր ծառայություններ կային, հիմնականում դա 3-ն են, այսպես ասած, հա։ Դա մեկը դա այսպես կոչված Ministry of Intelligence-ն է, MOIS, որը զբաղվում էր արտաքին եւ ներքին հետախուզական հարցերով։
Մյուսը դա ուրեմն 15 տարի առաջ շարքվեցին, ավելացավ դա այդ IRCG-ի բանն է, այդ խոզական մասն է, OI IRCG-ը կոչվում, որը էլի զբաղվում է արտաքինով եւ ներքինով հակահետախուզության հարցերով է զբաղվում։ Եվ բայց բաներով, ինչ են ասում, դիսիդենտներով, ռեժիմի հակառակ բոլոր տեսակի դրսևորումներով եւ այլ այս հարցերը իրանց վրա են գնում։ Եվ սա չխարվենք, որ Quds Force կա, չէ՞, QUDS, որը հիմնականում դա ուրիշ բան է, ավելի ռազմական ձևով աշխատում, ավելի եւ դրսում։ Սա իրենց դուրս էս բաններ, ուրեմն հետախուզություն եւ հակահետախուզության բաններ։ Ուրեմն երկու տարբեր կազմակերպություններ են, որոնք ուրեմն հենց երկու իրար շատ զուգահեռ ֆունկցիաներ։ Համարյա նույն բանն են կատարում, չէ՞, իրական։ Եվ երրորդն էլ կա, այդ բանն է, իրանց օրինապահների, ասենք թե, Educational Law Enforcement Command Intelligence Organization, LEC, որը քրեական հետախուզությունն է հիմնականում, այդ էլ կարևոր է, որտեղ միշտ ամեն ինչ կարող այդ բանի տակ էլ գնաց սոուսի։ Մի խոսքով որոշեցին, որ չէ, սենց չեղավ։ IRCG-ի հիմնական բանը, գաղափարը ինքը պաշտպանել ռեժիմն է, այսինքն մոլային, իրենց այաթոլլային, բացի այդ մնացած բաներից, բայց իրանք ոնց որ այդ հիմնական նպատակը ունեին։ Այս երկու կազմակերպությունները, Ministry of Intelligence եւ IRCG-ը, իրար հետ մրցակցում են, իրար չեն սիրում եւ իրարից ինֆորմացիա են պահում։ Իրանց անալիզը թե ինչու էսպիսի մեծ, ասենք, պրավալ, ասենք, ռուսերենով եղավ իրանց այդ ռմբակոծության ժամանակ չիմացան, որ ինչ է, պարզեցին, որ իրարից չեն խոսացել, իրարից ինֆորմեյշն են պահել եւ նույնիսկ Ministry of Intelligence-ը ասել է, որ հարցակում ալնելու, ռմբակոծություն ալնելու, IRCG-ում բանի տեղ չեն դրել դրան։ Հետևանք են, որ կոորդինացված ոչ մի քայլեր չեն եղել եւ վատը վերջացավ։ Սա էլ ուսուցման սխալներից սովորելու իրանց անալիզի հետևանքով կայացած այս բաներն են հայտնաբերում, հա, իրանք իրանց մեջ։ Ուրիշ խնդրեմ ունեն իրանք։ Այս սերվիսների ղեկավարները մոլանեն, այսինքն իդեոլոգիապես հավատարիմ մեկը պիտի լինի իրենց մոլա առաջնորդին, supreme leader-ին, հա։ Դու պատկերացնում եք, չէ, հետախուզական կազմակերպության գլուխը նստածա մի հատ կրոնական մարդ, ոչ թե մեկը, որ գործից հասկանում է։ Եվ հասկացան, որ սա էլ մի բան չի, քանի որ, ասենք, գաղափարական հավատարմությունը չի բերում, ասենք, թե տեխնիկական կարողությունների, դա նույն բանը չի, ոնց որ ասում են, գոնե սովետում ղեկավարը կար, հետո կողքից իր բանը կար, կոմիսարը կար, չէ, հետո միշտ հարցերին նայում էր իդեալական գաղափարական տեսակետից։ Ստեղ գլուխն է ինքը, պատկերացնում եք կոմիսարն է ղեկավարը, ոչ թե ինքը հետևում է, որ ղեկավարը սխալ բան չանի։ Հետևանքը էս էր։ Մի խոսքով էլ հասկացան։ Իրանք ու այդ վերակառուցումը սկսել։ Այդ նոր բանը կոչվում են հիմա արդեն անունն էլ փոխել են Սամայա կոչվում, էլի հապավում է, SAM-ը, որ պիտի մի հատ մեծ կազմակերպություն ունի, ամբրելա, այսպես ասած, բովանոց կազմակերպություն բոլոր հետախուզական եւ հակահետախուզական ֆունկցիաների համար։ Եվ որպես օրինակում են վերցրել։ Հիմա կծիծաղեք։ Ուրեմն ասում են չենք ուզում այդ ամերիկյան սիստեմը, որտեղ ես իրենց որ նայում ես, թվում է թե 9/11-ից հետո Ամերիկայում էլ որոշեցին տենց մի հատ Office of National Intelligence սարքեն, որ umbrella լինի բոլոր հետախուզական կազմակերպությունների համար, բայց իրականում ինքը շատ ուժ չունի։ Հիմա պարսիկները որոշեցին, որ ասեցին այդ մոռացի այդ ամերիկացիներին, մենք ուրեմն վերցնում ենք ռուսական սիստեմը, KGB-ի ոչ թե հիմակվա, այլ սովետական KGB-ի սիստեմը, որ ինքը ունի արտաքին հետախուզություն, ունի նաև ներքին հետախուզություն, ներքին ուրեմն հակահետախուզություն արտաքին ճշնամիների համար դեմ, բայց նաև բոլոր դիսիդենտների եւ այլ 5-րդ ուպրավլենիա կոմունիստի չէ բանը KGB-ն այդ ձևի այդ հարցերով զբաղվող։
ուրեմն այդ սիստեմն են ընդունել։ Բայց իմանալով որ ռուսները տեխնիկապես հետամնաց են, իրանք հրավիրել են եւ Չինաստանից են առել չինական տեխնոլոգիան եւ չինական սիստեմն են վերցրել։ Տոտալ բանի կոնտրոլի մարդկանց բոլորին հետևես, բոլորի ինտերնետները կարողանաս նայես, բոլորին փողոցներում կամերաներ դնես եւ այլ, այս սիստեմը չինացիները շատ ավելի լավ են անում այս բանը, քան թե ռուսները։ Եվ իրանք այդ տեխնիկան են վերցնում։ Տեխնոլոգիան գալիս է Չինաստանից, սիստեմը սովետական միության սիստեմն են վերցրել։ Որտեղ իհարկե IRCG մարդիկ են հիմնական ոնց որ ասում են կորիզը կազմում, բայց իրանք սկսել են մաքրել հակին, այսպես ասած, ոնց որ իրանք են համարում dead weight, հա, այսպես ասած անպետք մարդկանցից, ուրեմն շատ ջահելներ ասում են գնացեք գործ չունենք ձեզ հետ, փողոցի դուրս եկեք այնտեղ գործ կանեք, իսկ տարիքով մեծերը, որ արդեն 20 տարի ծառայելուց ավել են ծառայել են ամենից, նրանց էլ ասում են դուք թոշակի գնացեք, պահելով sense ասած են ակտիվ եւ գիտուն, ասենք ուժերը, ասենք ինչ որ մակրում կատարեցին իրանք։ Ի խոսքով այս սիստեմը պիտի դե իմանորեն սկսել պատրաստում են եւ այլ, sense մի բան են սարքել, սամա։ Սա բոլոր չի ենթարկվում սա կառավարությանը, ասենք պրեզիդենտին, հա, եւ իր արդեն ոչ կրոնական ղեկավարը ուղղակիորեն ենթարկվելու է այդ Supreme Leader Խոմեյնիին։ Սա էլ իրենց բանն է, իրանք ինչի են առաջ պահում 2-3 առանձին սիստեմներ, որ իրար հետ չկարանա մեկը կուդետա անի, իրաց դեմ դուրս գա ինչ-որ բան սարքի։ Եվ ասում են թող իրար հետ մրցեն, իրար հետ կռվեն, ես հեռու նստած բոլորին կառավարեմ, բայց պետք չի որ իրանք մի հատ լինի, որը կարող է մի օր իմ գլխին փորձանք դառնա, էլի։ Տեսամ որ սա չաշխատեց, սարքեցին sense ինչ-որ մի հատ բան, բայց պիտի նա ուղղակի ենթարկվի միայն իրեն, ոչ պրեզիդենտին կամ կառավարությանը։ Այս էլ իրենց վերջին վերափոխումը ի պատասխան են դրությանը, որ գոյություններ, այսինքն Իսրայելը ուներ լրիվ ազատություն փաստորեն հազարավոր ագենտներ ունի էլ երևի միջավաճապ չի վերջացի բոլորին չկախեցին դեռ չէ եւ վազվզում են այստեղ այնտեղ եւ այլ հիմա էտել իր բանը փոփոխությունները ասենք լավ վերադառնալով Ամերիկայի համար Ամերիկայի ոնց ասում են Տրամպի առաջ խնդիրները մենակ Պարսկստանը չի, մի փոքր բարձավոր դեռ մի քանի ուրիշ էպոխ անդադ խնդիրներ կան, մի փոքր Վենեսուելայի մասին ասեմ, մի քիչ տարօրինակ բան ստացվեց, ուրեմն հիշում եք ով Մադուրոին հանելուց հետո իր տեղը երթում ընդունեց որպես ժամանակավոր իր պատասխանատվություն ունեցող պրեզիդենտ այսպես ասած դա այդ վիցեպրեզիդենտն էր այդ կինը Դելսի Ռոդրիգես անունով որը մի անգամից հեռուստացով մի քիչ նացիոնալիստական sense ազգային բաներ ասեց իբրև թե մենք պետություն ենք անկախ ենք Ֆլանստան հետո իհարկե ինչ ուզեց Ամերիկան տվեց բոլոր բաներին համաձայնվեց, շատ լավ է, դուրս եկավ ասեց, որ մենք կարող ենք համագործակցության կետեր գտնենք։ Եվ Տրամպի բոլոր բաներին համաձայնվել է, որ իբրև թե բան չանեն։ Պրոբլեմը ինչ է, որ եթե Մադուրոն ոչ լեգիտիմ պրեզիդենտ էր, որովհետև գողացավ ընտրությունները իսկական ընտրված Մարիա Կորինա Մաչադո կոչված է ստիկինից եւ 50 երկիր չեն ճանաչում իրան որպես իսկական պրեզիդենտ, ներառյալ Միացյալ Նահանգները չեն ճանաչում, ապա իր վիցեպրեզիդենտն էլ պետք է չճանաչես։ Նա էլ լեգիտիմ չի, երկուսը միասին են եկել։ Բայց Տրամպ աշխատում է այս կնոջ հետ, հա? Եվ հակառակը այն որ Նոբել ուրեմն խաղաղության մրցանակը ստացավ Նոբելի նրան հարց տվեց հիմա ինչի՞ չես իրան հիմա բերում հետ ասեց թե նա պատրաստ չի դեռևս իշխելու
Հիմա կասեմ ինչու։ Այս կինը, որ իր Nobel Prize-ը ստացավ Վաշինգտոնում, եկավ հանդիպեց Թրամփին երեք ու իր արդեն լսել եք իր Նոբելյան մրցանակի իր մեդալը այսպես սիրուն շրջանակի մեջ այդ ամբողջ բանով գրված, ուրեմն նվիրեց Թրամփին։ Չնայած նրան, երբ որ խոսք կար, որ նվիրելու է, Նոբելյան ուրեմն կոմիտեն ասաց, որ այդպես բան չեք կարող անել։ Մրցանակում որ տրված է, նրան ոչ կարող ես փոխանցել ինչ-որ մեկի, ոչ կարող ես նվիրել, բայց այս կինը ստերեոտիպ բարի տեղ չդրեց նրան, նվիրեց իրան ավելի մեծ կարևոր քաղաքական հարց դիրուցեր։ Ասաց ինձ արդեն իր մրցանակը ստացել եմ, իր փողն էլ ստացել եմ։ Իսկ մեդալը կտամ ես Թրամփին։ Թրամփն էլ Կոնը շնորհք ուներ ասել շնորհակալություն չեմ ուզում, վերցրեց փաստորեն։ Հարցեցին ո՞նց վերցրեց իրական։ Ասես դե նվիրում էր, շատ լավ տիկին էր, շատ հաճելի բաներ, լավ նվեր արեց, շատ բարի էր։ Կարծես թե քաղաքավարության համար է վերցրել, էլի, այսպես պարզա չէ, որ այդ տեսակներից է։ Եվ մի խոսքով բայց դա չօգնեց են հանգամանքը, որ այս կնոջը բերին ստացնի պրեզիդենտ, քանի որ ինքն է ընտրված է եղել։ Հիմա ինչու չի արել։ Հիմա Թրամփը այս դրա մասին ասացի այն անգամ, որ չի ուզում ընդկրկնի այդ սխալը, որ Իրաքում կատարվեց, որ բոլորին վրընդեցին նախկիններին, բոլոր կուսակցականներին, զինվորականներին, բաներին, բոլորը գնացին դարձան գլխացավանք իրանց համար, չէ։ Պահելով այս նոր նստած ոչ լեգիտիմ վիցեպրեզիդենտին, հա, մեզ Ռոդրիգեզին, փաստորեն ասում են, որ այնքան ժամանակ որ դու անում ես ինչ-որ քեզ պահանջվում է, դա է, որ դու Կուբային չես օգնում, դաշնակից չես, Ռուսաստանին չես զենք առնում կամ ինչ-որ նավթ ծախում իրանց, ոչ էլ Չինաստանին, մենք օքեյ ենք։ Դու պիտի նավթային ընկերություններին, որ իրենց բան էին արել, նացիոնալիզացիա էին գրավել էին, չէ, բռնագրավել են ամբողջ այնտեղ իրենց ընկերությունների ունեցվածքը բանը, այդ պիտի սկսես վճարել, մեզ պիտի այսքան 20 միլիարդ դոլարի նավթ պիտի տաս եւ այլ, ասած բաներ, որ արդեն տվել են։ Կարծեմ 4 միլիարդ դոլարի նավթ է գնացել, դրան գիտեք որ նայեն, որ լցված տանկերներում արդեն պիտի գնային Չինաստան կամ Ռուսաստան, բայց տրափխորեն բերեցին Ամերիկա, հա։ Իդեպ ասեմ, որ 6-րդ տանկերը արդեն որ բռնագրավեցին, էլի այդ ամերիկյան ծովային ուժերը, այդ Ford ավիակիրից։ Եվ փաստորեն համաձայնվել է, գաղափարային է, որ դու քանի որ դու ունես հարաբերություններ եւ զինվորականության հետ, որոնք քեզ լսում են եւ քեզ հետ համաձայն են աշխատում են եւ հետեւաբար նաեւ ամերիկացիների հետ եւ դու ունես հարաբերություններ, դա չեն ասում, բայց պետքա դրա մասին մտածել, չէ, փաստորեն այն բոլոր նարկո բարոնների, կարտելների հետ քո եղած բոլոր հարաբերությունները, որ դրանք էլ չսկսեն ինչ-որ պարտիզանական ինչ-որ բան, բոլոր այդ կոմունիստները, սոցիալիստները, որոնք դուք էլ ձեզ կոմունիստ եք համարում, չէ, դուք այդ բոլորի հետ դու ունես այնքան ժամանակ, որ դու կարող ես բոլորին սուս-պուս պահես եւ նրանք անեն ինչ-որ պետք է արվի, չխանգարեն քեզ, դու կմնաս, եթե չէ, դե հիմա սովորում է, չէ, ոնց լինի իսկական իմպերիալիստ, ոնց էին անում անգլիացիները միշտ իրար դեմ կռվածնում էին կամ բաներին, թագավորներին, ռաժաներին, տեղական բան Հնդկաստանում, որպեսզի իրար կոնտրոլ ունենան։ Այս ես կարծում եմ, այս բանին Մաչադոին պահելու են շատ հանգիստ, որպես հենց որ սխալ բան անես, մենք կհիշենք, որ ինքն է ընտրված եւ դու չես եւ ինքը կարող է վերադառնա այնտեղ։ Այսինքն Մաչադոն հիմա շատ խելոք կնստի իր համար լեկցիաներ կկարդա սաղ աշխարհով ճանապարհորդի բանման, կարող է մեկ-մեկ էլ նեղանա ամերիկացիներին, ասի դուք կեղծավորներ, շամորդիներ, սա բան եք դուք, դեմոկրատիայի խոսում եք, բայց դուք աշխատում եք բան sense այնպես, բայց ի վերջին հաշվով խելոք եթե լինի շատ չի բողոքի, քանի որ իրան լավ նայում են լավոր, ոչ մի պրոբլեմ չունի եւ մի օր կարող է գա, որտեղ Ամերիկան կարող է ունենա ուժը ու ժամանակը այնտեղ կամաց կարգի բերելու իրավիճակը։ Այն իմանալով, որ Թրամփը անդադասում է մի օր պիտի լինի ճիշտ ընտրություններ։ Okay, երբ որ կլինի այդ ճիշտ ընտրությունները, երբ որ ասում են մի քիչ խաղաղվի այսպես այս ամեն ինչը, երբ որ
հիմա մեծ խնդրեմ ունի նավթային երեք մեծ ժողով արեց Տրամպը Սպիտակ տանը այս մեծ նավթային ընկերություններին են հավաքել եւ փորձում ասի որ գնացեք սկսեք աշխատել այնտեղ ոչ ոք չի ուզում գնա ինչի չեն ուզում գնան Վենեսուելա որովհետեւ վախենում են դեռ որ մի բան չկա որ գնամ նորից միլիարդներ դնեմ նորից կորցնեմ դեռևս չի խաղավել իրենց դուք պատկերացրեք եթե հանգարց նորից ռեժիմի լրի փոփոխություն անեին ընդհանրապես ոչ մի բան չէր կարողանա անդեղ անել իսկ իրան պետք է որ մաքսիմում բան ստեղծի ապահովություն ստեղծի որպեսզի նավթային ընկերությունները վերադառնան եւ սկսեն ներդրումներ անել Վենեսուելան կարողանա սկսի փող աշխատել հիմա ուզում եք ինչ անենք բան գաղափարախոսական ինչ որ պայքար սկսենք terror սկսենք ինչ որ բանի բոլոր իրար ջարդեն փշեն այնտեղ եւ այլն թե այս եղած ճարիքի հետ մի վարքյան նստենք համ գանք ինչ որ հասկացողության եւ կարողանան նավթը որը օդի ջրի պես պետք է հենց վենեսուելացիներին առաջին հերթին կարողանաս արդեն արտադրել ավելի efficient ձևով գիտեք որ նախքան իրենց հիմար հեղափոխությունը որ արեցին այդ իրենք օրը 3 միլիոն բարել նավթ էին հանում մինիմում իսկ հետո դարձավ 1 միլիոնից պակաս ինչ որ 800 թե 900 հազար տոննա այսինքն դա ինչին է բարել ներողություն որովհետև բնականաբար ոչ տեխնիկան ունեին, ոչ ներդրումները կային, ոչ իրենք գիտեին ինչ էին անում, իրենք հենց գաղափարախոսական այդ իրենց բանի վրա բոլորին գործից ազատեցին այդ նախկին նավթային ընկերությունների մասնագետներին, սա քշեցին երկրից, հետո ինչ եղավ, նստեցին այդ վիճակի մեջ։ Մի խոսքով նույն բանը չեն ուզում կրկնալ սխալ։ Հիմա նորից Սա ինչքանով իդեալական է, չէ, իդեալական շատ լավ կլներ, եթե ամենից շատ սիրուն լիներ, բոլոր փիսերը գնային, բոլոր լավերը գային, հա, մենք ասում են մենք ամեն լավ բանի համար ենք եւ ամեն վատի դեմ ենք, այսպես ասելով գործը գլուխ չի գալիս։ Այս րոպեին էս են որոշել Վենեսուելայի հարցում։ Ասեմ որ ուր գնաց երեկվա միառ ժամանակ մի կողմ շահնախոսում, մի կողմից էս Վենեսուելացին իր Նոբելյան մրցանակն նվիրում Թրամփին նույն քաղաքի մեջ, նույն օրվա մեջ։ Այսենց հետաքրքիր բաներ են լինում երեք, բայց տեսնենք ինչ կլինի։ Okay, մի հատ էլ բանի Գրենլանդիայից մի երկու բան ասեմ, Գրենլանդիան ուրեմն այս պատմությունը շատերը հասկանում են աննորմալությունը որտեղից է սկսվել, ինչ Թրամփը հանգարց վեր զարթնել է բարանում Գրենլանդիա է ուզում, նոր բան չի, մի քանի անգամ նույնիսկ իր առաջին պրեզիդենտության ժամանակ ասել, մի հատ միլիարդատեր բան ունի, ընկեր ունի, որ այնտեղ աչք ունի, իր գլուխը գցել է այդ գաղափարը, բայց իր ասացի հիմնական, ասենք թե որ կապում է ինքը անվտանգության հետ, հա որ եթե մենք չգանք, մենք չվերցնենք Գրենլանդիան, Չինաստան, Ռուսաստանն են վերցնելու, հետո ինչ ենք անելու։ Այս բանը ուրեմն որտեղից է գալիս, ուրեմն մի քանի տարի առաջ այնտեղ մի հատ Դենմարկ, Դանիան, դանիական տերիտորիա այնտեղ բազմապազաուներ չէր գործածվում, փակել էին, որոշել փող չկա փակել են, փակել նստած էր այդպես, որոշեցին, որ ծախեն այդ ռազմապազային ինչ-որ մի հատ կամպանիայի, թող մեկը գնա այնտեղ, ինչ արի չգիտես, բայց մի բան։ Այսինքն իրենց խելքի պտուղ էլի, ասենց նստած տեղը որոշեցին, որ շատ ախար պիտի իրանք efficient են, չէ դանիացիները, ամեն կոպեկը հաշված է իրանց մոտ, վաճառքի են հանել, առաջինով վաճառքի մեջտեղ ընկել ինչ-որ չինական կամպանիա։ Դանիացիները վախից ֆրֆռացել են, բանը պրեմիեր մինիստրը գնացել ասել էր, որ չենք կարա պիտի հանենք վաճառքից, բայց եկեք ձևացնենք, որ դա բանն է, բանակը, զինվորականությունը որոշել է նորից շահագործի այդ բազան, դրա համար պետք է շուկայից հանենք, իհարկե, էսի պանիկա առաջացրել ամենտեղ, Ամերիկայում էլ իր հերթին, որ չհասկացանք էս սենց լինի, էս նրանք կծախեն սաղ դա, կգան Չինաստանը կնստի, այնտեղ սկսի բաներ անել, հետո ինչ եք անելու։ Դրանց հետո ոնց անելու ընդերից, դինամիտով չես անի։ Այսինքն ինչ որտեղ իրավունք ունի, որ ասում է, որ դուք այդտեղ բան չունեք, էլի, խելք չունեք, ինչ եք անում։ Այս մի կողմ հիմա
Դանիան պաշտպանելու համար մի հատ sense կարիք ծիծաղում մի հատ կարիկատուրա էր դուրս եկել ծառանկար որտեղ դե գիտեք լեգոն արտադրվում է Դանիայում չէ լեգո այդ խաղալիքները որ բաներ են սարքում երեխեքը ամբողջ Գրինլանդիայի 4 կողմը լեգոներով sense բան են սարքել ամրոցի նման պատ են սարքել ասում են Դանիան պատրաստ է հարձակումներից պաշտպանելու Գրինլանդիան ներողություն բայց այդ բանը ծաղրանկարը մի կողմ այնտեղ իրենց դիրքը ուժեղացնելու համար սկսեցին հրավիրել եւ ՆԱՏՕ-ի իրենց պարտներներին կան իրենց օգնելու համար սկսում Շվեդիան այնտեղ ինչ-որ փոքր կոնտինգենտ ուղարկեց զինվորական նրանց հետո ուրիշներն սկսեցին գալ նույնիսկ Ֆրանսիան նույնիսկ Ֆրանսիան այնտեղ զորք ուղարկեց հիմա դե 6-7 տարբեր պետություններից բաներ կան բգապարել որ ամերիկացիները հանգարց տեսան չիչացնեն Գրինլանդիան վերցնեն հետո փաստի առաջ կանգնացնեն բայց չեն պատկերացնում որ շվեդները կամ դանիացիները կամ ինչ-որ մեկը սկսելու են կրակել ամերիկյան դեսանտի վրա եթե ամերիկան վերցնի 5 վայրկյանում կվերցնի իհարկե ուզենա կվերցնի բայց այդպես բան չի կարող պատահի անի որ սկսեն ՆԱՏՕ-ի մեջ իրար վրա կրակել ինչ-որ բաներ անել դա խնդիրը մի քիչ մեսենջինգի հարց է հա բայց արդեն մի երկրի բան չի որտեվ Դանիայի ուրեմն բանակցող կողմը եկավ Վաշինգտոն փորձեցին ահագին ինչ-որ լավ ձևով փակել գործը բայց ոնց որ թե շատ լավ չգնաց այդ բանակցությունները ոչ չեկան մայա թվում էր թե ես օրինակ ինձ մնար պետք է ասեի որ լավ ամերիկայի կողմից եթե նայի կարծիքով կամ պետք է ասեր օքեյ ես մի քանի հատ մեր պայմանագիր ունեն չէ ամերիկացիների անց հետ որ այդտեղ բազաներ կարող են ունեն եւ ունեն ամերիկյան բազաներ կան նույնիսկ շատ էր ավելի հետո կրճատեց ամերիկան կեսով ինչով ներքան 15-ից ավելի բան ուներ կետեր ուներ թողել են շատացնեն էլի բազաներ բացեն դանիացիները դրա դեմ ոչ մի խնդրեմ չունեն ամենաամսեն շատ որ ուզում ես ինչ որ բանակցի որ ասենք թե ինչ որ մի բան լիս անես այդտեղ ինչ որ մի 50 տարով ասենք հա տենց մի բան դա էլ կարելի անել բայց կամ վերջին հաշվով ասեն օքեյ լավ ինձ մի Չեմ 140 կիլոմետր հող տվեք, ծախեք մնացածը։ Այսինքն շատ բաներ կարող էին փորձեին, բայց այս րոպեին Ամերիկան բոլորովին դրա մասին չի մտածում, որովհետև իրականում դա լուծում չի։ Այսինքն 150 հսկայական կղզի է այնտեղ։ Քեզ այսքանը կտա, դրա կեսը չինացիներին կտա, հետո ինչ սանելու։ Այդտենց բաներ կան։ Մի խոսքով այս վիճակը այդպես պետք է ուղղակի վազնացնել Պեչին, դանիացիները իրանք չեն ուզում դառնան չինական գաղութ կամ ռուսական չգիտեմ ինչ, պետք է ուրիշ լուծում գտնել, ասի ճիշտ չի։ Ես ուղղակի ասում եմ, թե որտեղ է կանգնած այս խնդիրը։ Մի բան էլ ասեմ, Կանադա։ Ուրեմն, գիտեք, որ Կանադան շատ վիրավորվեց, երբ որ Տրամպը սկսեց ասել, որ Կանադան մեր 51-րդ նահանգն է, ես ինչ իմանամ, Կանադան եմ առնելու հետո կանադացիների վրա սկսեց տարիֆները բարձրացնել ինքը որտեղ շատ չի հասկանում ես էկոնոմիկայի հարցը ոնց է Ամերիկա Կանադա կատարվում այնքան ինչքան ինտեգրետед են իրար հետ ներձուլված են հա կանադացիները դրանպես շատ բարե կամական են տրամադրված Ամերիկայի հանդեպ ոնց որ իսկականից ոչ մի խնդիր չկար Կանադայի հետ էլի լրիվ արհեստական խնդրեմ սարքեց դու կանադացիները լավ նեղացան ոնց որ ասում են փոքր եղբոր նման որ ինձ վրա ճնշում ես բան եւ այլն հիմա գնացին սկսեցին չինացիների հետ բանակցել եւ հիմնական բաներից մեկը ինչ էր որ ինքը Տրամպը ասում էր որ այդ օրինակի համար GM-ը մեծ արտադրություն ունի Կանադայում, մեքենաներ սարքում այնտեղ Chevrolet բան եւ այլն, հետո բերում էր Ամերիկա։ Իր խելքին, եթե ինքը թարիֆ դնի դրանց վրա, ուրեմն կամպանիները ոչ թե գործարանը կպահեն Կանադայում, կբերեն Ամերիկա։ Որպես ավելի էժան, թե չէ, Կանադայից բերածի վրա գինը պիտի բարձրացնի։ Դե Կանադայից ասի որ փաստորեն դու տանում ես ճշնամական բան, մեր այդ գործարանների աշխատողները մնալու են անգործ եւ այլն, մեղացել են։ Հիմա չինացիներից սկսեցին խոսալ, այնտեղ տարիֆների հետ կապված, արտադրության հետ կապված եւ այլն, բաներից մեկն էլ կարծես են նեղացած աղջիկներից էլի, որ գնաց ինչ որ
մի հատ ուրիշ այլանդակ մի հատ տղա գտավ, պարզապես որ ասի որ դետես, ահա, այ դու ինձ նեղացրիր, ես էլ սա հետ եմ հիմա արդեն, այդ տպավորությունն է թողում ես կանադացիների ռեակցիան, ճիշտ ասած, բայց է տենց է հիմա, ոնց ուզում ես արա, վազել այդ գործն են արել, քանի որ համել Թրամփը միշտ ասում է, որ այդ էլեկտրական մեքենաները եւ ընդհանրապես այս բնապահպանական այս բոլոր բաները սա ամբողջ սուտ է, այդ սարքել են որպեսզի իսկ իրանք կանադացիները լուրջ հավատում են այս օդի մաքուր ջուրը մաքուր պահելը եւ այլն իրանք բան արեցին պայմանավորվել են որ հիմա Չինաստանից տարեկան մի 30,000 էլեկտրական մեքենա են ներմուծելու ես ոնց որ Թրամփի աչք մոտ կողեր էլի որ յանի դե գնա հիմա այսպես ենք անում մենք Ինչ ծիծաղելի է, բայց ժամանակավոր է, իմ կարծիքով ես հարաբերությունները մի քիչ շատ դժվար անել ու կամաց լավացնել որևէ մեկի հետ, ասեմ ձեզ, բոլորը միշտ արդեն կասկածով պիտի նայեն ամերիկացիների վրա, որ հա, Թրամփը արդեն գնաց, դուք հիմա եկել եք լավացնում եք, ոնց որ հիշում եք Բայդենը եկավ ասեց we're back, չէ, երբ որ եվրոպացիներին եւ ՆԱՏՕ-ի երկրներին եւ Կանադային, որ այն ինչ որ անում էր Թրամփը իր առաջի պրեզիդենտի ժամանակ վերջացավ մենք արդեն նորից մենք հին մեր վստահելու ամերիկանա հետո նորից Թրամփ ընտրեցին նորից ամեն ինչ վատացավ 10 անգամ ավել Դրանից հետո բոլորը պիտի շատ կասկածանքով մոտենան եւ ավելի ասած guarded հա ասած միջ ռեզերվ են պահելու որ հանկարծ եթե ամերիկան նորից համահան ինչ որ դուրս գա ինչ որ իրանք շատ նեղա չգնան դա ինչ որտեղ շատ լավ բան է որովհետեւ ճիշտ է որ շատ բեռ ամբողջ ամերիկայի վրա է դրված պաշտպանության հարցը եւ իրենք այնտեղ սոցիալական ծրագրերի վրա են ծախսում հետո վերևից է նայում ամերիկյան ասենք կյանքի վրա որ դուք ինչ եք վայրենիների նման ապրում եք ոչ մեկին տեղ չեք կանգնում դրա հետ կապված ուրիշ բաներ եղան Դանյան ուրեմն շատ խստացրեց իր մոտ ուրեմն իմիգրացիայի հարցը եւ հատկապես իսլամական երկրներից եկած մարդկանց հետ կապված որովհետեւ նկատում է որ իրանք չեն զուլվում տեղի բնակչության հետ իրանք սարքում են իրանք կետոները հետո սարքում են իրանք դատարանները շարիա հետո սարքում են իրանք ամեն ինչը ու կարծես զուգահեռ պետությունը այնտեղ պետության մեջ պետություն են սկսում դառնալ գաղափարները որ կամաց վերցնում են Անգլիայում Բրիտանիայում 3000 մսկիթ կա չգիտեմ ինչ կա շարիա դատարաններ կար կարծես թե անգլիական jurisprudence կամ դատական համակարգը ոչ մի բանի պետք չի իրանք իրանցով պիտի ապրեն հենց բանի մեջ եւ արդեն 20-30 մեծագույն քաղաքներում քաղաքապետները մուսուլմաններ են պակիստանցիներ կամ այլ մուսուլման են նական Անգլիացիք եւ արդեն սկսել են ավելի բան անել իրանք իրանց մարդկանց են ճնշում եթե հանգած մեկը մի բան ասի դանիացիները ասին մենք խաղը չենք խաղալու վերջ ու գիտեք ինչ Սուրիայից եկածներ բան եւ այլն հիմա արդեն Սուրիայում դեռ խաղ տեղեր կան կարող եք վերադառնալ եւ նույնիսկ տարիներ ապրած որոնք Դանիայում են գնացեք լեզուն չեք սովորում գնացեք նրանք որ ստեղ են մնացել պարտավոր են երեխաներին տալ մանկապարտեզ որտեղ պիտի սովորեն լեզուն դանիական կուլտուրան եթե մնում եք պետք է զուլվեք այսինքն դուք պետք է ընդգրկվեք մեր կուլտուրայի մեջ եթե չէ չեք կարող պարալել կուլտուրա պայեք պարալել պետություն սարքեք մնաք ձեր բաների մեջ ձեր չադորների մեջ մանգակ եւ այդ ձևերով եւ իհարկե սա միայն Դանիան չի բայց արևմտյան Եվրոպայի առաջի ասենք թե երկիրն է որ sense բան արեց հիմա Իտալիան կատաղել բայց ամենախիստը այդ իմաստով լեհերն են իրանք երբեք չընդունեցին այդ որևէ բաներից իմիգրանտ այդ հոսքերից ոչ մի բան ու վերեցել ծիծաղում են մյուսների վրա որ դուք ընդունեցիք ես մենք չարեցինք ու հիմա լավ ենք այսօրվա դրությամբ փաստորեն շատ եվրոպական երկրներում որտեղ իրենք շատ թույլ բան ունեն կրոնքի նկատմամբ հարաբերություն ունեն կաթոլիկների օրինակ Ֆրանսիայում այնտեղ միայն կրոնականները դրա մուսուլմաններն են իրենք շատ նորոջ են իրենց կրոնքի հետ իսկ տեղացիները չեն իրանց ամեն ինչ կարելի է կրոնքի աման տակ
որտեղ իրանց կրոնքն է, այստեղ ազատություն պետք է լինի, իսկ իրենք ոչ մի բան չունեն, որ բալանսի բերեն այս բոլորը, եւ իրանց մոտ ստացվում է մի տեղ, որտեղ էլի նորից զուգահեռ հասարակություն կա, որ ապրում է իրենց զուգահեռ կյանքով ոչ մի ձևով չխառնում իտալական կյանքի մեջ, հա, չունես այդ բանը, դա մեծ պրոբլեմներ է առաջացնում։ Դա ուրիշ բան է պատմում, ասենք թե ինքը ունի բազմականություն են անում, առանց գրվելու բնականաբար, ինքը 4 հատ կին ունի կամ 5 հատ կին ունի, ամեն մեկը տարբեր տեղ ապրում, ամեն մեկից երեխա ունի, բոլորը գնում են ասում են, որ ես միայնակ մայր եմ երեխայով, ինձ նպաստ տվեք, նպաստը ստանում, ինքը մարդն նստած ինքը ասում է չայխանայում լազատ է անում, այսինքն ինքը բոլոր կանանցի, բոլոր երեխեքի համար պետությունից նպաստ է ստանում, ինքն էլ նստած բան է քարոզում, իսլամական խալիֆատ է քարոզում, եւ ով է դրա համար վճարում, շատ նույն բանը կատարվում Անգլիայում, նույն բան կատարվում է շատ տեղերում, քարոզ սա բանը շատ լուրջ խնդիր է դարձել որոշ պետություններում, չգիտեն ինչպես պատասխանեն, ու դանիացիները պատասխանը տվեցին, ասին, ինչ ուզում եք ասեք մեզ մյուս պետություններին, որ քննադատում եք մեզ, մենք սենց ենք անելու, խոսքով գնացեք, կամ դարձեք դանիացի, կամ գնացեք, այս ձևի դրվեց հանց, ու ահագին մարդ են հանել երկրից։ Լավ, ես էլ այդ բանից իհարկե ասելուց հետո նորից վերջացնելուց հիշենք Իրանը, մինչ այս բոլոր բաները կատարվում է Վենեսուելայում, չգիտեմ իրենց բաներով եւ այլն, այնտեղ մարդկանց են սպանում փողոցներում, իրենց տներում, էլ բանտերի մասին չեմ խոսում, չգիտեմ ով էր համոզել իրանցից խոսացել են, որ Թրամփին հասցրել են, որ հա մենք էլ մարդկանց չենք կախում բան եւ այլն, մենք չենք կախում չի նշանակում մենք ուրիշ ձևով չենք մահապատիժները տալիս կամ գնդակահարում կամ ծեծերով սպանում, այն որ փողոցներում կրաններից մարդկանց չեն կախում օրը մի 150 հատ եւ այլն, չի նշանակում չի նմ այդ բոլորը Թրամփին ասել են չկա, համենայն դեպս եւ իրականում այդ վիճակը շատ վատ է, ես այդ բանին եմ նայում, նորից վերադառնալով այս իրավիճակի վերջացնեմ նորից այդ շահի խոսքերով, որ դա ռեժիմը դա մի օտար ուժ է, որը ներխուժել է Իրան եւ գործածում է օտար երկրներից բերած տերորիստներին, որ ճիշտ է բերել է դրսից ահագին մարդկանց, հենց Իրանի ժողովրդին կոտորելու համար, իր ասում են նպատակներին հասնելու համար, շատ հետաքրքիր ֆորմուլա էր դա, որ դա սա ընդհանրապես մուլաների ռեժիմը դա օտար ներխուժումը, դա վերցրեք որպես ոչ թե միայն տերորիստ են բերել դրսից, այլ դա իսլամը դա օտար կուլտուրա է, օտար կրոնք է, օտար կուլտուրայի կայսրական իմպերիալիստական սիստեմի մասնակազմում եւ դա մերը չի փաստորեն նա առանց այդ խոսքերը ասելու այդ բանը ասեց քանի անգամ կրկնեց այդ բանը իր ուրիշ ինչ պետք է ասի ինքը դրանից ավելի հա տեսնենք եւ իզուր չի որ արաբական երկրները դեմ են դուրս եկել օգնություն տալու նույն համենայն դեպս տեսնենք առաջիկա օրերում ուր կգնայես բոլորը ես վստահ եմ բոլորը սպասում են տեսնենք այդ բանը ինչ կլինի երբ գալու այդ Աբրահամ Լինքոն ավիակիրը իր ամբողջ ուղեկցող նավերով եւ այլն երբ հասնելու Պարսկական ծոց եւ ինչ բաների ինչ հետևանքներ կունենա այսօր էսքանը այսօր ուրեմն հունվար 17-ներ Վարդան Վարդանյան Vivi Talks